2016-ին ոստիկանական համակարգից 26 ոստիկան է հեռացվել, 2 անգամ ավելի, քան նախորդ տարի։ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքների համակարգող ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Վարդան Հարությունյանն այսօր Ազատության հետ զրույցում նշեց, եթե 2015-ին աշխատանքից հեռացման պատճառը հիմնականում հանրահավաքների ժամանակ ոստիկանների վատ պահվածքն էր, ապա այս տարի այլ գործոններ ևս հաշվի են առել, մասնավորապես ալկոհոլի, թմրամիջոցի օգտագործում եւ այլն։ Համակարգից հեռացածների շարքում նաև փոխգնդապետներ կան, նշեց գնդապետ Հարությունյանը առանց անուններ մատնանշելու։ Սերժանտ, շարքային, մինչև փոխգնդապետ։ Ընդամենը ամիսներ առաջ Երևանում ոստիկանության ՊՊՑ գնդի տարածքը գրավելու օրերին Խորենացի փողոցում եւ Սարիթաղում մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։ Իրավապաշտպանների գնահատմամբ նաեւ բռնություն կիրառեց բերման ենթարկված հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ։ Նրանցից շատերը հայտնվեցին հիվանդանոցներում այրվածքներով եւ բեկորային վնասվածքներով։ Այդ օրերին քննադատության ենթարկվեցին Խորենացիում եւ Սարիթաղում իրավապահների գործողությունները համակարգող բարձրաստիճան ոստիկանները, մասնավորապես այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Վերջինս ըստ արկատեսագրությունների նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին։ Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ազատությանը փոխանցեց ՀԿԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը։ Այս քրեական գործով, ինչպես գնդապետ Հարությունյանն է ասում, նաև փոխոստիկանապետ Երանոսյանի գործողություններն է քննվում։ Անդրադառնալով հնչող քննադատությանը, թե Սարիթաղի ու Խորենացու իրադարձություններից հետո Լևոն Երանոսյանի լիազորությունները չդադարեցվեցին, գնդապետ Վարդան Հարությունյանն ասաց. Ծառայողական քննությունը սկսվել է այդ դեպքերի հետ կապված լրատվական միջոցներում հրապարակումների կապակցությամբ։ Բնականաբար բոլորի գործողություններին անդրադարձ կկատարվի նախաքննության ավարտից հետո։ Ազատության հետ զրույցում ոստիկանության գնդապետը քննադատեց քաղաքացու նկատմամբ ոստիկանների ցանկացած բռնություն։ Նշեցի, որ դա քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարում է, հենց կարգապահական կոպիտ խախտում է եւ բնականաբար ավելի զգոն պիտի լինի ոստիկանը քաղաքացու հետ շփումներում, ավելի պատշաճ, ավելի վայելուչ վերաբերմունք ցուցաբերի եւ բնական է դա յուրաքանչյուր դեպքում այդ ինչպես նշեցինք հեռացումներ, տուժեր, այդ դեպքեր լինում են, որ ոտնահարվել են սահմանադրական իրավունքներ, քաղաքացիների հեռացվել են ծառայություն։ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքների համակարգողը պնդում է, նախորդ տարիների համեմատ ոստիկանությունը բարեփոխվել է։ Բոլոր տեսանկյուններով, բոլոր բնագավառներում ակնհայտ է, որ ոստիկանը իրականում բարեփոխված է եւ քաղաքացիների հետ շփումներում եւ ծառայության իրականացման կարգապահության ամրապնդման։ Իրավապաշտպանների պնդմամբ, եթե 2015-ին ապօրինի բերման է ենթարկվել 237 քաղաքացի, այս տարի այդ թիվը եռապատկվել է։ Խոսքը 2015-ի Էլեկտրիկ Երևանի եւ այս տարի ոստիկանության ՊՊՑ գնդի գրավման օրերին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների մասին է։ Արթուր Սաքունցը շեշտում է, այս թվերը բավարար են պնդելու, որ կարգապահական պատասխանատվությունը ազդեցություն չի թողել ոստիկանների վարքագծի վրա։ Քանի որ թիվը ավելացել է, հետեւաբար այդ ծառայողական քննության նշանակությունը եւ ազդեցությունը ես համարում եմ բացասական։ Իրավապաշտպանը բավարար չի համարում այն, որ այս տարվա ցույցերից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով օրեր անց ազատվեց պաշտոնից եւ անցավ կադրերի ռեզերվ։ Այն մարդիկ, որոնք գլխավոր պատասխանատուներն են, ասենք ոստիկանապետեր, բաժնի պետեր, քրեական հետախուզական բաժանմունքի կամ բաժինների վարիչ պետեր եւ այլն, նրանք պետք է հեռացվեն։ Նրանք պետք է ուրեմն նաեւ ոչ միայն հեռացվեն, այլև քրեական պատասխանատվության շատ դեպքերում ենթարկվեն։ Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտոնավարմանը, Սաքունցը պնդում է, անկախ քրեական գործի ընթացքից նա գոնե մինչև դրա ավարտը չպետք է շարունակեր պաշտոնավարել։